Կույսերի մոտ իհարկե բարեխառն է մայիսը, հիշեցնեմ սիրելի կույսեր, որ ձեր կենդանակերպում արդեն հունվարի 12-ից այս տարվա գտնվում է այդ դժնդակ հարավային լուսնային հանգույցը կամ կետուն, եւ կետուն մայիս ամսվա ընթացքում սիրելի կույսիկներ անցնելու է կույս կենդանակերպի 26-ից 24 աստիճաններում, այսինքն նա հետընթաց է շարժվում այլ մորակների համեմատությամբ եւ հատկապես կազդի այն կույսերի վրա, ովքեր ծնվել են սեպտեմբերի 16-ից 20 ընկած ժամանակահատվածում, կետուն առաջացնում է կորուստներ, էներգիայի կորուստ կարող է ունենալ կամ ինչ որ ֆինանսական անգամ կորուստներ, դե իհարկե դա չի նշանակում անպայման դուք մեծ ինչ որ մարդկային կորուստ եք ունենալու կամ ինչ որ այլ զգալի կորուստ, բայց այնուամենայնիվ էներգետիկայի տեսանկյունից խոցելի է դարձնում կույսերին այդ կետուի տարանցումը հենց 26-ից 24 աստիճաններում։ Այդ տեսանկյունից իհարկե մայիսը մի քիչ բարդ է եւ մինչեւ մայիսի 20-ը Մերկուրին եւ Արեգակը գտնվելու են ձեր 9-րդ տանը, որը բարենպաստ է ճամփորդությունների, արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության համար։ Ճամփորդությունների համար առհասարակ մայիսը շատ լավ է ձեզ համար, սիրելի կույսեր, նաեւ մայիսյան լիալուսին է տեղի ունենում Կարիճի 22-րդ աստիճանում եւ ձեր 3-րդ աստղատանը, որը ճամփորդական տուն է, լավ է շարժական գույք ձեռք բերել, լավ է նոր շփումներ հաստատել, ընդհանրապես շփման շրջանակը ընդլայնել, նաև բարենպաստ է ընդհանրապես ներդաշնակ շփումների համար ձեր մոտակա միջավայրում։ Եվ իհարկե արդեն մայիսի 20-ից հետո սկսվում է այդ գործնական հաջողությունների շրջանը ձեր մոտ սիրելի կույսեր եւ հիշեցնեմ, որ խնդրահարույց է միայն Սատուրն մորակի դիրքը մայիսի 25-ին Սատուրնը մուտք է գործում Խոյ եւ ձեր 8-րդ աստղատուն սիրելի կույսեր, դա իհարկե շատ լարված իրավիճակ կառաջացնի կույսերի մոտ, 8-րդ տունը դա բարդ իրավիճակների տունն է, հանկարծակի էքստրեմալ իրադարձությունների զարգացումների տունն է, բայց եթե դուք շատ խելամիտ վարվեք եւ ձեր ֆինանսները ճիշտ, այսպես ասած, բաշխեք, դուք նաեւ եկամուտների աճ կարող եք ունենալ։